իրականում ինչ բան է։ Ինչու՞։ Որովհետև եթե ես ի վիճակի լինեի, դա ամեն ինչ ինձանից կախված լիներ, որ ես իմ հրաշքի տերը դառնայի, որ իմ սիրտը հրաշքով փոխվում է, դառնում է Աստծո ուզած սիրտը, էլ Աստված ինչի պետք է միջամտեր իմ կյանքին, եթե ինձ կարայի ես փոխեի։ Առաջ անցնելով ասեմ, որ 5 կտականում Աստված ասում է, որ ես նոր սիրտ կտամ իրանց։ Այսինքն միջև այդ նոր սիրտը դու չունենաս, որը Աստված է տալիս, դու քո հին սրտով չես կարող ապաշխարես։ Բայց հիմա հակասություն կա։ Այդ դեպքում, եթե ես չեմ կարողանալու ինքնուրույն իմ քայլերով Աստծուն գնալ ու ապաշխարել, բայց ինչի Աստված ինձանից պահանջում, ասում ապաշխարի։ Հետաքրքիր է, չէ՞։ Մի կողմից ասում է ապաշխարի, մյուս կողմից էլ պարզվում է, որ այդ ապաշխարության մեջ մարդկային ջանքերը որևէ օգտակարություն չունեն։ Այսինքն մարդը չի կարա ապաշխարի Աստծուն դառնալերիվ եւ Աստված ասի ապրես, էլ եսից լավ արեցիր ինձի դարձար։ Եվ հենց այստեղ արանքում գալիս է մի շատ հրաշալի միտք, որ Հիսուսն է ասում. ոչ ոք չի կարող ինձի գալ, եթե իմ երկնավոր հայրը չքաշի։ Ուրիշ տեղ ասում է, որ ամեն տունք, որ իմ երկնավոր հայրը չի տնկել, պիտի կտրվի եւ կրակը ձգվի։ Տարբեր ձևերով Աստված մեզ իր խոսքով վարդապետության բացահայտում է, թե ինչպես է տեղի ունենում մարդու ապաշխարությունն ու փրկությունը։ Հռոմեացիս թղթում Պողոս առաքյալն ասում է, մենք վայրի ձիթենի ենք եղել, բայց մենք պատվաստվում ենք, այ ոնց են պատվաստը անում, չէ, ասենք շատերը այդ գյուղում եք ապրել, գիտեք, տեսել եք երևի։ Պատվաստումը ինչ է։ Մեկ ուրիշ մարմնին գալիս է, օգնում է այս մի մարմնին, եւ այդ մարմնից սկսում է սնունդ առնել։ Եվ եթե ինքը այդ մարմինը չոր էր, այս մարմնի կծվելուց հետո ինքը ինչ անում, պտղաբեր է դառնում։ Բայց մինչև այդ ինքը ինչ էլ աներ, չէր կարող պտուղ բերեր։ Մինչև պատվաստումը չլներ։ Հետևաբար Պողոս առաքյալը պատկերավոր ասում է, որ մենք վայրի ձիթենի ենք եղել, բայց պատվաստվել ենք ընտիր ձիթենու վրա։ Այսինքն ով է դա արել։ Դա արել է Հիսուսը։ Մենք վայրի ձիթենի ենք եւ Տեր Հիսուսից մի բան է եկել մեզ միացել, պատվաստվել ենք մենք եւ նոր դարել ենք պտղաբեր։ Հիմա միջև դա տեղի չունենար, այդ պտուղը չէր լինի։ Բայց սա առարկայությունորեն իսկապես ճիշտ է մեր հոգու մեջ։ Եվ սա ոչ թե մենակ առակի այլաբանական, ասենք, ներկայացում է, այլ ինչ որ մի բան Աստծուց մարդու մեջ գալիս է, որ մարդը ապաշխարում է։ Հենց սա է հարցը, որ մենք ասում ենք, որ մարդը չի կարա իր անպտուղ, այսպես ասած վիճակով գնա, ասի ես ապաշխարել եմ, ու արդեն պտուղ եմ բերելու, չկա տենց բան։ Ճիշտ հակառակը, Աստված բացառում է մեր հին բնությամբ իրեն հաճեցնելը, որը անհնար է։ Երբ Տերը 10 պատվիրանները տվեց լեռան վրա Մովսեսին, այդ 10 պատվիրանների մասին ամբողջ հին ուխտում եւ նոր ուխտում էլ կարդում ենք, որ երկրագնդի վրա դեռ մի մարդ չի եղել, որ կարողանա 10 պատվիրանները կատարի։ Բայց առաջ անցնելով ասեմ, վերստին ծնված Աստծո զավակը 10 պատվիրաններն էլ կատարում է։ Հասկանում եք, որովհետեւ կատարողն այլևս ինքը չի։ Ես հետո կբացատրեմ դա ոնց է լինում։ Կատարողը իր մեջ ապրողն է։ Աստվածը, որ գալիս է քո իմ սրտի մեջ ապրում եւ մեզ ապրել է տալիս։ Մեզ մնում է իրան տեղ տալ, մեզ մնում է իրան կատարյալ հնազանդությամբ թույլ տալ, որպեսզի, ինչպես Պողոսն ասում է, ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոս իմ մեջ։ Տեսեք ինչ բարձ մանաձև է։ Այսօր կրոնական աշխարհը, կրոնական թեմաներով, կրոնական ծեսերով եւ այլն մարդուն տանջում է ուղղակի։ Բայց հավատքի կյանքը ճշմարիտ ավետարանը, որ մեր առջև է դնում,
պարզապես մեզ ասում է ոչ թե վազի մեղքեր չկատարելու հետևից, այլ Աստծուն սիրելու եւ նրան հնազանդելու ճանապարհով գնա։ Եվ այն դեպքում կգտնես քո խաղաղությունը։ Հիմա նորից երբ որ մենք ետ ենք վերադառնում այդ մտքին, որ Աստված մարդուն ասում է ապաշխարի, մտափոխվի, բայց այդ մտափոխվելն ինչ մտափոխվել է։ Այդ մտափոխվելը հետևյալն է, որ մենք հոժարվում ենք ընդամենը Աստծո խոսքի, Աստծո կամքին եւ շրջվում ենք նախկին հակառակորդից, սատանայից, մեղքից, աշխարհից եւ այլևս մեզ տեսնում ենք անպիտան այդ աշխարհի համար, ինչպես Պողոսն ասում է, որ ինքը մեռած է, խաչված է աշխարհի համար, աշխարհն է իր համար։ Վերջ։ Կարողանում եք սա հասկանալ։ Ավետարանը մեզ սովորեցնում է, որ աշխարհը սիրողը չի կարող Աստծուն հաճելի լինել, այդ թշնամի անում իր անձը։ Եվ որպես հետևանք, որ մարդը ոչ թե հենց այնպես խոսքով է դա ասում, իր առօրյա կյանքում երևում է, որ ինքը աշխարհինը չի այլևս, ինչպես Տերը ասեց, դուք աշխարհինը չեք, ինչպես ես էլ ես աշխարհից չեմ։ Տեր Հիսուսն ասեց, իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Ուստի մեր թագավորությունն էլ այս աշխարհից չի։ Մեզ Տերը թանկ գնով գնել է, իրանն է դարձրել։ Հիմա նորից եկեք հասկանանք, լավ, Տերը մեզ ասում է ապաշխարեցեք։ Ես հիմա մտքափոխվել եմ, ես ուզում եմ, ես ցանկանում եմ։ Բա ո՞նց է լինում իմ ապաշխարելը։ Ինչ պիտի անեմ, որ ապաշխարեմ։ Մենք կարդում ենք, եկան Պետրոս Առաքյալին այդ 3000-ը Պենտեկոստի օրն ասեցին, ինչ անենք։ Հարց տվեցին։ Պետրոսը նույն խոսքն ասեց ապաշխարեցեք, մգրտվեցեք Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կառնեք։ Հասկանում եք։ Հիմա այդ նույնը մեզ ասված, այդ հենց այնպես չի գրված, դա հստակ օրենքն ու չափանիշը, կանոնը, կարգը, որ գրված է, վերաբերում է ինձ, քեզ 2000 տարի շարունակ այդ խոսքը բոլոր աշխարհեկող մարդկանց է վերաբերում, որ Պետրոսի միջոցով եղել է։ Եվ մենք ուրիշ բան չենք կարող անենք, քան չհետևենք այդ կարգին։ Ես որպես քարոզիչ ու հովիվ, նույնն եմ ասելու ու ամբողջ ասենք մեր ավետարանչության հիմքը դա է լինելու, մենք երբեք ասենք չենք գնում այն ճանապարհով, որ կրոնական աշխարհն է տանում մարդկանց։ Այս արային արա փրկվելու է, չէ, տենց բան չկա։ Ասեցին ինչ գործենք, որ կյանք ունենանք հավիտենական, ասեց Աստծո գործը նա է, որ դուք հավատաք Հիսուս Քրիստոսին եւ նրան, որին ով որ ուղարկեց իրեն։ Նիկոդեմոսի հետ զրույցի ժամանակ Նիկոդեմոսը մնաց ապշած, մեծ ծեր վարդապետ էր։ Շատ բան գիտեր Սուրբ Գրքից իբր, բայց Հիսուսն ասեց Նիկոդեմոս, քեզ վերստին ծնվել է պետք։ Ինչ պետք չի քո հին մարդը։ Երկինք չի գնալու հին մարդը, երկինք նոր մարդն է գնում։ Լավ ուրիշ կատեգորիա է, ուրիշ որակական հատկանիշ է։ Ուրեմն մենք բացառում ենք, ուշադիր լսեք, որ մարդը իր ջանքերով կարող է ապաշխարել։ Ապաշխարությունը դա դաստիարակություն չի։ Ապաշխարությունը, ուշադիր լսեք, դաստիարակություն չի։ Ինչպես որ հղիությունը, այդ նամիսը, դա պրոցես է, բայց երբ երեխան ծնվում է, դա ակտ է, հղիությունը ապաշխարություն չի, ծնունդն է ապաշխարություն, երբ երեխան ծնվել է արդեն, այն աշխարհից փոխադրվել է այս աշխարհ, այն միջավայրից փոխադրվել է այս միջավայր, վերջ, եւ սա հավատքով է տեղի ունենում մեր մեջ, շատ շատերը այսա չեն կարողանում ընկալել, թե ինչ է նշանակում, որ Աստված մեզանից հավատք է ուզում։ Որ հավատքը, որ քո հոգու, շնչի, մարմնի մեջ եղած կյանքը դու մերժում ես, չես հավատում, դու քեզ չես հավատում, դու ատում ես քո եսը։ Հասկանում ես։ Հիմա որ տրորեն, վրայովը տանցնեն, թեքեն, ինչ անեն եւ այլն, այդ բոլորն էլ քո համար էական չեն արդեն դառնում։ Առաքյալներին ինչ որ ասես գցեցին։ Եվ երբ որ դուք ուշադրություն եք դարձնում,
Արագյանների մեծամասնությունը կյանք ա դրել Քրիստոսի համար։ Ինչի՞։ Որովհետև վաղուց են դրել այդ կյանքը Քրիստոսի համար։ Դրա համար հեշտությամբ նահատակվել են։ Երբ որ տանում են իրանց խաչելու, սպանելու, դա մի հատ նորություն չէր իրանց համար։ Եվ կարիք չունեին սարսափելու կամ վախենալու։ Որովհետև իրանց դարձի պահից են դա ընկալել, որ գնում են Քրիստոսի հետևից։ Ուշն ու միտքը Քրիստոսն է դառնում։ Եվ նրա աչքին արդեն ոչ մի բան չի գալիս։ Բայց երբ որ մենք կողքից տեսնում ենք մարդը տարված է դեռ աշխարհով, մենք հասկանում ենք, որ այդ մարդը դեռևս չի հասկացել աշխարհի ունայնությունը։ Հիմա ես արդեն մոտենում եմ այդ խնդրին։ Ով է ապաշխարում եւ ինչի որոշների մոտ ապաշխարությունը ակնթարթորեն ստացվում է, որոշների մոտ չէ։ Նախ Տերը ասեց, որ մենք արդեն հիմնավորեցինք դա, որ ոչ ոք չի կարող ինձ գալ, եթե իմ հայրը չքաշի, բայց հայրը ում է քաշում։ Եթե մեզ չեմ կարող գնամ, բայց ոնց է որ իմ սիրտը գնում է իր հետևից։ Ոնց է որ ինքը քաշում է ինձ։ Ինչն է ինձ քաշում դեպի իրեն։ Ոնց է դա Աստված անում։ Հռոմեացիս թղթում գրված է շատ հրաշալի խոսքեր։ Ես ուզում եմ անպայման դա կարդամ, ու բոլորիս համար եմ կարդում, որ դու բոլորդ էլ լավ հասկանաք, որ եթե մարդն էս վիճակը չունի, Աստծո խոսքը, հասկանում եք, սրա մեջ այնքան բաներ կա, որ պետք է սիրել ուղղակի այս խոսքը, որ այս խոսքը բացվի յուրաքանչյուր։ Եվ այստեղ կապ չունի, թե դու ինչքան ես դիպլոմ ունեմ, թե դուք չունեք։ Աստծո խոսքը ընդունակ է երեխային իմաստուն դարձնելու, իմաստունին հիմարացնելու։ Այդ ձևի զորություն ունի Աստծո խոսքը։ Աստծո խոսքը միաժամանակ այնքան պարզագրված, որ երեխան կարա հասկանա, բայց իմաստունը չէ։ Խելքին զոր տալով չի, այստեղ Հռոմեացիս թղթում գրված է։ Երկրորդ գլուխ, 4-րդ խոսք, կամ թե նրա քաղցրության առատությունը եւ համբերությունը եւ երկայնմտությունը արհամարում ես, չգիտենալով, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Բայց դու քո խստությունով անզեղ սրտովը բարգություն ես գիտում քո անձի համար, բարգության եւ այն Աստծո արդար դատաստանի հայտնության օրումը, որ նա ամեն մեկին իր գործերի պես հատուցում կտա, նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում, եւ փառք եւ պատիվ եւ անապականություն են որոնում հավիտենական կյանք, բայց նրանց, որ հակառակությունից են եւ ճշմարտության անհնազանդ եւ անիրավության ետևից գնացած, բարգություն եւ սրտմտություն, նեղություն եւ տառապանք այն ամեն մարդի վրա, որ չարություն է գործում, առաջերյայի եւ հետո հույնի, իսկ փառք եւ պատիվ եւ խաղաղություն ամեն բարի գործողին, առաջերյային եւ հետո հույնին, որովհետեւ Աստծո մոտ աչառություն չկա։ Հիմա նայեք, այստեղ ինչն է ինձ տանում ապաշխարության, գրվածն ասում է, Աստծո քաղցրությունը, առատությունը, համբերությունը, երկանամտությունը։ Հիմա եթե դու սրանք չես ճաշակել, որովհետև դա է ստիպում քեզ մերժես աշխարհը ինչ որ քաննա եւ գնաս Աստծուն, դու ո՞նց կարաս ապաշխարես։ Չես կարա։ Ուրեմն մեզ ապաշխարության մղողը ինչն է։ Աստծո քաղցրությունը, նրա առատությունը, համբերությունը, երկայնամտությունը։ Անակ Աստծո քաղցրությունը ինչով արտահայտվում։ Օրինակ այսօր ձեզանից շատերը Սուրբ Հոգով մկրտվել եք, չէ՞։ Աստծո քաղցրությունը ճաշակել եք։ Եվ ես ձեզ ասեմ, այդ քաղցրությունը դուք ճաշակել եք, շատ լավ եք արել։ Բայց ինչի՞ էդի չի տարել ձեզ ապաշխարության։ Թեպետ Սուրբ Հոգով եք մկրտվել։ Ինչի՞ ձեր անձը լիարժեք չի գնացել Աստծո կամքի ետևից։ Որովհետև մոռացել եք այդ քաղցրությունը, որ վայելել եք։ Այդ հրաշքը, որ Աստված արեց ձեր սրտում, դուք մոռացել եք եւ դրանք արժեք չեք համարել։ Մեկ ուրիշը դա համարել է։ Նստե ոչ մի բան չեմ համեմատի այդ օրվա հետ, երբ որ ես Սուրբ Հոգով մկրտվեցի։ Չեմ համեմատի ոչ մի բան դրա հետ։ Հասկանում եք։ Երկրորդը երկայնամտությունն ու համբերությունը Աստծո։ Այո, Աստված ինձ համբերում է, որովհետև ես ընկնում եմ։
Ես սայթակում եմ, ես մեղք եմ գործում, ես չեմ կարողանում արդար ապրեմ, բայց Աստված համբերում է ու երկայնամիտ է։ Սա էլ է ինձ ստիպում, որ չարհամարեմ Աստծո քաղցրությունը, որովհետև եթե ես պահին Տերը գա, ես այդ վիճակում մնամ, ես կորուստ եմ գնալու։ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Աստված քեզ Սուրբ Հոգով մկրտել է, որպեսզի քեզ քաշի իրան, բայց չես գնում։ Ինչի՞։ Եթե Աստված իր կողմից քայլն արել է, արդեն քո կամքին է սպասում ինքը։ Սա է հենց իր քաշելը, ապաշխարության տանում է իր քաղցրությունը։ Եվ եկան ասեցին, Տեր Հիսուսը երբ որ խոսեց, ասեց դուք չեք ուզում ինձի գալ, որ կյանք ունենաք։ Նա չասեց դուք չեք գալիս, բայց մի պարզ ցանկություն ուզենալ։ Դա չի ուզում մարդը, ինչքան էլ ասում է ուզում եմ։ Որովհետև երբ որ անարակ որդին որոշում կայացրեց հորտուն գնա, ցանկացավ գնալ, գնաց։ Կատարեց այդ որոշումը։ Այդ դեպքում ուրեմն մեզանից մեկը սուտ է խոսում։ Ես եթե ասում եմ ուզում եմ, բայց ոնց որ չի ստացվում, ես ուզում եմ ասեմ ես ուզում եմ, ոնց թե Տերն ասում է դուք չեք ուզում, ես ասում եմ չէ, ես ուզում եմ, Տեր Աստված, հիմա չկա ապաշխարություն, դրանով ես Աստծուն եմ սուտ ասում։ Աստված ասում եմ դու սուտ ես ասում, թող Աստված ողորմություն անի ների մեզ։ Ես ուզում եմ դու չես կանչում ինձ, ես ուզում եմ դու չես անում այս բանը եւ այլն եւ այլն։ Ուզենալը արդեն մենակ բավարար հիմքը Աստված որ տեսնում է, որպեսզի շարունակի այդ մարդու կյանքում իր գործը։ Եվ հիմա վերջը ում է Աստված քաշում իրան։ Այո, գուցե դու ինչ որ մի պահի այդ պահը բավարար է եղել Աստծուն, Աստված քեզ Սուրբ Հոգով այցելել է, քեզ մկրտել է, բայց կա հիմնովին մի ճշմարիտ որոշում, որը դու պետք է կատարես։ Եվ այդ որոշումից առաջ դու մի հատ վիճակ պիտի ունենաս, որ կարողանաս այդ որոշումը կայացնես։ Ո՞րն է այդ վիճակը։ Դուք առակներից հիշում եք։ Մեկն ասեց ամուսնացել եմ, չեմ կարագամ, մեկն ասեց արդ եմ առել, չեմ կարագամ։ Շատ լավ էլ հասկացավ ավետարանի լուրը ինչ բան է։ Այն մեկն ասեց, չգիտեմ, ես եմ առել, պետք է գնամ փորձեմ։ Չուզեցին։ Տերը բարկացավ, հարսանիք էր հրավիրել, արհամարեցին իր հարսանիքը։ Ասեց գնացեք փողոցում գտնեք խեղճ եւ այլն, ում ականջում խեղճերին, կույրերին, կաղերին, թշվառներին, աղքատներին։ Դրա համար գրված է Տեր Հիսուսն ասեց գնացեք Հովհաննեսին ասեք աղքատներին ավետարան ա քարոզ, բայց դու աղքատ չես, դու հարուստ ես։ Ինչով ես հարուստ։ Դու քո եսով ես հարուստ։ Հարստությունը մենակ նա չի, որ մարդը ոսկեղեն է շարում իր վրա, կամ մեծ հարուստ ասենք տուն ունի, մեքենա ունի, պատիվ ունի, փառք ունի, չգիտեմ, հազար ու մի ասենք այդպես անշարժ գույքեր ունի, բանկիր է կամ չգիտեմ, փողերի մասին չի հարստությունը։ Մարդ կարող է բացարձակապես այսօր հաց մուրալու լինի, բայց էլի ինքը հարուստ լինի եւ չգնա տիրոջը, որովհետեւ իր ներսի էգոն Հենա Ամերիկայում գիտեք ինչքան հոմլես կա։ Հոմլես նշանակում է բոմժ, այստեղի խոսքով։ Ես Գլենդենում, Լոս Անջելեսում պատտելու ժամանակ եղբայրներին ասեցի, եղբայրներ, մի րոպե կանգնեք, այնտեղ մի հատ խումբ բոմժ կար, ասին փողոցում ընկած, այդպես կեղտի մեջ բան, ասի թողեք գնամ ավետարան խոսեմ։ Մեր վարուժ եղբայրը, որը շատ փորձ ուներ, ես այն մի ամիտ իբր մեղքից գալիս են, գնամ խոսեմ, գոնե փրկվեն, ասեց կամո եղբայր, քեզանից լավ գիտեն Սուրբ Գիրքը իրանք։ Հենց հիմա Սուրբ Գիրքել ունեն իրանք, բայց իրանք մերժել են այս աշխարհը, մերժել են անձնագիրը։ Դու գիտեք, որ այդ բոմժերից շատերը երկնքում են լինելու։ Դու այդ ուժը չունես, որ մերժես աշխարհի այդ մակարդակի։ Արքադ Ղազարոսը ինքը գտնվում էր երկնքում Աբրահամի գրկում, մեծ արուստը դժոխքում էր։ Ես չեմ կարող դատել բոմժին ու արդարացնել, ասել ճիշտ որոշում է իր որոշումը։ Հասկանում եք։ Դա մի հատ ուրիշ ոլորտ է, չեմ ուզում մտնել դրա մեջ։ Բայց ես ուզում եմ ասել այդ մարդիկ, ինչ կներեք թքած ունեն աշխարհի վրա։ Ես չեմ ասում բոմժ դառնանք, որ Տիրոջը հաճելի լինենք, բայց մեր սրտում մենք ունենք բաներ, որոնք Աստծո առաջ զզվելի են, որ այդ սրտով ես չեմ կարող երկինք գնամ։ Եվ դրա համար սեներ, որ ուշադրություն ենք դարձնում, Տերը կանչում է եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ։ Գիտեք ձեր խնդրեմը շատերիդ որն է, որ դուք հոգնած ու բեռնավորված չեք, բայց ես մենք ուզում ենք, որ ավետարան քարոզենք, որ դուք փրկվեք։
Դուք դեռ հոգնած ու բեռնավորված չեք։ Դուք աշխարհի ունայնությունը չեք հասկանում։ Այս երկու բանը կա, որ Սուրբ Գիրքը մեզ ասում է, թե ով է հասեատերը, ում է կանչում Տերը։ Տերը չի կանչում բանկիրներին, Տերը չի կանչում, չգիտեմ, հարուստներին, բան, Տերը ընդհակառակն ասեց դժվար կմտնեն հարուստների երկինք։ Մեկն եկավ ասեց գամ քո հետևից, ասեց գնա ունեցածը ծախի, արի հետևից ու ոնց ասեմ, տրտմեց ու թողեց գնաց։ Այսպիսի կանչեր կան, որ ամեն մեկիս Աստված ճանաչելու մատը դնում այն բաների վրա, որոնք արգելք են երկինք մտնելու։ Ու դուք մի մտածեք երկինք մտնելը հենց այնպես բան է, էլի, որ ես կուզեմ կմտնեմ, չեմ ուզի չեմ մտնի։ Կա հստակ իրավիճակներ, որում եթե դու կաս, Աստված քեզ քաշում է իրան։ Ինչի ես հիմա այս համարը նորից ձեզ ներկայացնեմ, տեսեք ինչ շատ հետաքրքիր համար է այս համարը։ Հռոմեացիս թուղթը նորից ձեզ ներկայացնեմ, այս երկրորդ գլուխը։ Այնտեղ պարզ կտեսնեք, թե ինչի է Աստծո քաղցրությունը, երկայնամտությունը, համբերությունը որոշներին տանում դեպի Տերը, իսկ որոշները չեն գնում։ Ինչն է պատճառը, որ այդ նույն բանը Աստված քանիսին է փրկել Տերը անհավատները մեկ-մեկ որ դարձ են գալի, հիշում են մանկությունից, բանից ես մեկ Աստված էս արել է։ Հա, բարել է, բախի չէ իր ապաշխարում։ Ապշիրնի ինֆակտով պարկած է ռեանիմացիայում, մի 20 հոգի մենակ իր հարազատությունը կողքի 3 օր մարդը համարյա մեռած է, ես չգիտեմ, այդ դեպքը մի երկու անգամ եղել է, ես ավկայեմ, որպեսզի դուք լսեք սրանք, հետագայում սրանք վիդեոյով կտեղադրեմ, վիդեոյով կրանք կա, եթե Աստված կամենա։ Ես մտնում եմ ներս ու տեսնում եմ այս անձնավորությունը պարկած է, արդեն թթվածնի բալոնն էլ անջատում են արդեն, օգուտ չկա, քանի օր այդ վիճակում, եւ ով է ինքը պարկած, ասում են մշակույթի պալատի պահակը, որտեղ ես տարիներ ժողով եմ անում մշակույթի պալատում, պահակն է, Ռաֆիկը անունը, նայում եմ ինքն է, ինչ է եղել ապշիրնի ինֆարկտ է, սիրտը ճաքել է լրիվ, ձեռնադրության պաղոտքի ժամանակ լրիվ հելնում է ու բժշկվում է, բոլորս ես թափում են վերեն, այս մարդը 8 տարի էլ ապրեց, հետո դժոխք գնաց, գիտեք, չապաշխարեց, 10 բորոտներից մեկն ապաշխարեց, ետ եկավ, բայց այնինը էլի բժշկվեցին ու թողեցին գնացին, Տերն ասեց, բա ուր են մնացած, հասկանում եք, Աստծո քաղցրությունը, ողորմությունը մարդու կյանքում արտահայտվում է, գրված է Աստված, բոլորի Աստվածն է, մանավանդ հավատացյալների։ Այնպես որ ոչ մեկը չի կարող ասի, որ Աստված իր կյանքում գործ չի ունեցել։ Բայց ի՞նչն է պատճառը, որ մարդը չի ապաշխարել։ Ու ինքը չի հոգնել, ինքը այս աշխարհում դեռևս ծրագրեր է ունեցել, ինքը ապրել է այս աշխարհով։ Եվ ինչպես գրված է, լվացված խոզը իր ցեխին է դառնում եւ շունն էլ իր փսխածին։ Եթե նույնիսկ այդ անձնավորությունը ես շատերին եմ տեսել ինչ որ ժամանակ քայլեր են արել եւ հետո թողել էլ աշխարհում են, հետո կորուստ են գնացել տենց։ Հիմա Աստծո քաղցրության առատությունը, համբերությունը, երկայնամտությունը արհամարվում են որոշների կողմից։ Այստեղ ներքևում ասում է, թե ինչն է պատճառը, որ մարդիկ ապաշխարում եւ մնում են եկեղեցում։ Գրված է այսպես։ Ուրեմն, բայց ամեն մեկին Աստված իր գործերի պես հատուցում կտա։ Նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում եւ փառք, պատիվ եւ անապականություն են որոնում։ Ուշադիր լսեցիք։ Փառք, պատիվ, անապականություն, այսինքն անմահություն են ուզում։ Երբ Աստված տեսնում է, որ մարդը աշխարհի մեջ փառք, պատիվ չի փնտրում, այլ Տիրոջ մեջ է հավիտենական կյանք է փնտրում, հետո ներքևում ասում է այդ մասին, որ բայց նրանք, որ հակառակությունից են ճշմարտության անհնազանդ, անիրավության ետևից գնացած, բարկություն եւ սրտմտություն, նեղություն, տառապանք։ Այսինքն ճշմարտության անհնազանդ։ Սրան հակառակ, ճշմարտությանը հնազանդ մարդիկ, փառք, պատիվ, անմահություն, ապականությունից անապականություն, հավիտենություն են փնտրել, որոնել են ճշմարտություն եւ կյանքի իմաստ, սա նշեք ձեր մոտ։ Եթե դուք չեք հասունացել կյանքի իմաստի եւ ճշմարտության գիտության փափագ ունենալ, դուք չեք կարող, Տերը չի կարող ձեզ քաշի իրան։ Եվ խնդրեմը սա է, որ ձեր կյանքում հաճախ շարժ չի լինում, որովհետեւ դուք այդ գիտակցմամբ չեք գալիս դեպի Տերը։ Դուք մտածում եք, Աստված օրհնի ինձ տեղ,
Եվ նաև հավիտենության մեջ օրհնի, այդ ենք ուզում։ Բայց հանուն ճշմարտության կրել նեղություն, տառապանք, հիվանդություն, ցավ եւ այլն, Տիրոջ փառքի համար հալածանք, նահատակվել բան, էսի դեռ մեր շատ հեռու է։ Եվ դեր հավատքի հիմքը ոչ թե ավազի վրա պետք է շինենք, այլ այսօրվանից դուք պետք է սրանք լավ հասկանաք։ Որ դու այսօր երբ որ ապաշխարում ես, դառնում ես դեպի Տերը, վաղը կարող է չլնես արդեն։ Հասկանում եք։ Վաղը կարող է երկրի վրա չլնես, դու համաձայն ես դրան թե չէ։ Ունայնությունը, դատարկությունը աշխարհի հասկացել եմ թե չէ, հոգնած ու բեռնավորված եմ այս աշխարհից։ Իմ մեղքերից, իմ ցավերից, իմ տառապանքներից։ Լրի ուզում եմ Հիսուսին հանձնված լինեմ, իրան պատկանեմ ու ասեմ վերջ, ես կռիվ չեմ տալիս էլ իմ հետ, որովհետև ես հանձնված եմ քո ձեռքի մեջ, ինչ ուզում ես արա։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Տեր ումականություն։ Եվ սա է ժողովուրդ ջան, ապաշխարության հիմնական, ասենք, պայմանը, որի դեպքում մարդն իսկապես գնում է դեպի Տերը։ Նորից եմ կրկնում, տարիներն անցնում են, բայց մարդը կարծես թե դաստիարակվում է, էլի ընդհանրապես, հա, աստծո քեզ իմացավ եւ այլն, բայց ինչ, ոչ մի փոփոխություն։ Չի ընկալված հոգևոր կյանքի, ասենք, այն սկզբունքները, որ Աստված, ինչի համար, որտեղ մարդու կյանքում ուրիշ բաներ է, այդպես ասած, հենց դեռ կարևոր։ Եվ այս խոսքը, որ մեր առջև է դրված, սա ոչ թե ինչ որ մեկերի ուժի բան է, որ կարողանան, այլ մենակ մի բան Աստված մարդու մեջ տեսնում։ Դու իսկապես 100%-ով շրջվել ես աշխարհից։ Դու իսկապես ամբողջովին քո սիրտը Աստծուն ես ուզում տված լնես եւ իր համար ապրես։ Որպես ապացույց երևում է պտուղներից։ Որտեղ ինքը Հովհաննեսը փարիսեցիներին, որ եկել էին մկրտվելու, ասեց. «Իժերի զավակներ, ով ձեզ ցույց տվեց գալիք բարկությունից փախչել։ Մենք ոչ թե ուշադիր լսեք, ոչ թե մենք ապաշխարում ենք, որ դժոխք չընկնենք, ոչ, 1000 անգամ ոչ։ Եթե ինձ հարցնես, ինձ բավարար է, որ ես Աստծուն սիրեմ, իր մոտ լինեմ, ինձ դժոխքը չի հետաքրքրում, ես դժոխքից չեմ վախենում, ես դժոխքից չեմ փախնում։ Բայց նրանք, ովքեր ասում ես ապաշխարում ես ինչի, որ դժոխք չընկնեմ, իրանք հաստատ աշխարհ են գնալու նորից։ Ինչի, որովհետև Աստծո սերը չեն ճաշակում։ Ասում են գանք, էտա պետք, անենք, որ դժոխք չընկնենք։ Ոչ, դու դժոխքի ճամփեն ես էլի ընտրել, որովհետև քո վերջնական նպատակը Աստծո հետ հարաբերության, սիրո, ջերմ քաղցրության հետ միջավայրում գտնվելը չի։ Երբ որ քո ուշադրությունը կդարձնես մենակ Աստծո հետ հարաբերության վրա, դա արդեն ուրիշ որակ կլինի։ Քիչ առաջ ասեցի, չէ՞, ոնց որ սիրահարվածը, որ ինքը ցերեկ գիշեր իր ուշն ու միտքը, նայա որի նկատմամբ իր սիրտը գնացել է արդեն։ Այսպես պետք է մեր անձերը սիրի Աստծուն։ Որտեւ առաջի պատվիրանը դա է։ Քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով ու կարողությամբ։ Կարող ես դու դրան պատասխանել, որ այո, Պետրոսն էլ, երբ Տերը հարցնում էր, ինչ էր Տերը 3 անգամ, Պետրոսը այդ 3 անգամ հարցից էլի չջոկեց, գիտեք։ Մի հատ չնստեց մտածել, լավ, Տերը ինչ է 3 անգամ հարցնում։ Ուրեմն չի բավարարվել, չէ՞։ Պետրոս, ես 10 անգամ էլ քեզ կասեմ, սիրում ես ինձ, ուշքի արի ու խելքի արի ու հասկացի, որ եթե ես ասում եմ, դու պիտի ասես Տեր, ես ինձ այնց խաբար չեմ։ Նոր վերջում ասես, դե դու գիտես էլի։ Ու հետ էլ ասեց, կծերանաս կտանեն այնտեղ, որտեղ չես ուզի գնալ։ Ուրեմն Պետրոս, դու տես ինչ խնդիր ունես, որ հենց ծերության մեջ է լուծվելու քո խնդիրը։ Չնայած դու առաքյալ ես։ Սեներ, մենք կենթանի Աստված ենք պաշտում։ Այդ Աստվածը մեր համար վերացական ուժ, զորություն չի էլի, քամի չի, չգիտեմ ինչ չի, որ մարդիկ ինչ որ ձևերով փորձեն պատկերացնել։ Բայց նա իր սուրբ հոգով, իր սերը մեր սրտերում այնպես է բռնկել, որ մեր ուշն ու միտքը տարել է ինքը։ Ես հիշում եմ, երբ որ երիտասարդ էի, ժողովից ուշելի գալիս էի տուն, էլի հալածանք, բան, այս մեկ, այն մեկ, տնեցիք, դե ինձ հավատքի համար դուրս էլ արեցին տնից, ինչևէ, թաղային բան եւ այլն կանչելով, այդ խորհրդային տարիներին այդքան հեշտ չէ։ Ու մի անգամ, երբ որ արդեն մի քիչ հանդարտվել էր այդ նեղությունս, մի օր հայրս ասեց, այ տղա, ասեց, ինչի չես ամուսնանում։ Ասեցի, պապ, ասեցի, դու երկրի վրա իմ հայրն ես, բայց մի հատ հայր ունեմ երկնքում, ինքը պիտի իմ ամուսնությունը որոշի։
Ասեց ես տեմ վարշի խել արա, ես իրա հերն եմ, ինքը ասում է Աստված իմ հայրն է։ Այդ կարգի է եղել իմ դավանությունը։ Հասկանում եք սերներ։ Ու այդպես էլ եղել է։ Հիմա ես ուզում եմ, որ Գործք առաքելոցից լսենք այդ դեպքը։ Սողոսի դարձը շատ հրաշալի օրինակ է։ Բայց Սողոսը դեր սպառնալիք եւ մահ շնչելով, ուշադիր լսեք, թե ինչ բառեր է օգտագործված։ Սողոսը դեր սպառնալիք եւ մահ շնչելով, ինչ կատաղած մարդ է սա։ Չարը ոնց է տիրել Սողոսին։ Տիրոջ աշակերտների վրա քահանայապետի մոտ եկավ եւ նրանից թղթեր խնդրեց Դամասկոս ժողովարանների վրա, ուրիշ երկիր է, Սիրիան ասա, գիտեք, Հրեաստանից գնում է ուրիշ երկիր, հարևան պետություն, հյուսիսում։ Դամասկոս է գնում, որ այնտեղ ինչքան հրեա կա, որ Քրիստոսին ընդունել է, որ եթե մեկին գտնի այն ճանապարհին հետևող մարդիկ կամ կանայք, նրանց կապած բերե Երուսաղեմ։ Եվ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին, եւ հանկարծակի նրա 4 կողմովը լույս փայլեց երկնքիցը։ Եվ նա գետնի վրա ընկավ, մի ձայն լսեց, որ ասում էր նրան. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ նա ասեց. «Ով ես, Տեր»։ Եվ Տերն ասեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալ»։ Խթանեն ձյուկողը, որ խփում են, չէ՞։ Հիմա տեսեք, ես ինչ պահ է։ Սավուղը, այս անունը, որ գրված է, ահագին շատ հավատացյալների նահատակման բանտեր ընկնելու պատճառ է եղել։ Եվ հանկարծ մի օր Տերը կանգնում է իր առաջ, ասում է, «Այն իմ զավակներին այդ հարցը որ տենց ես անում, իրանք իմ մոտ են հիմա»։ Բայց նրանց, որ կպնում ես, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, իմ աչքի բիբին ես կպնում։ Այսպես սիրում եմ ես իմ հետևորդներին։ Ինչու ես ինձ հալածում։ Եվ նա ասեց. «Ով ես, Տեր»։ Տերն ասեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալ»։ Այդ մեղ դե պատկերացրեք, պատի վրա մեղ կա, քացով այդ մեղին խփեք։ Եվ դողալով ու զարհուրելով ասեց. «Տեր, ինչ ես կամենում որ անեմ»։ Մի վարկյան տևեց սա։ Մի վարկյան։ Ինչ ես կամենում որ անեմ, վերջ, այս մարդը այն որ անում էր նախանձավորությունից Աստծուն պաշտելու համար էր իբր թե անում, բայց Տերը երբ այցելեց, միանգամից փոխվեց։ Հիմա ուշադիր լսեք, եւ Տերն ասեց նրան. «Կանգնիր եւ մտիր քաղաքը եւ կասվի քեզ, թե ինչ է պետք քեզ անել»։ Կասվի քեզ, ինչ պետք է անես։ Ինչու՞, որովհետեւ ես քարոզիչներ ունեմ։ Այնտեղ կգա Անանյան քո հետևից, ձեռքը դնի քո գլխին, աչքերդ կուրացել են այս պահին իմ ներկայությունից, որ իմանաս իմ դեմ դուրս գալը ինչ է, եւ դրանից հետո դու իմ ընտիր առաքյալը կլնես։ Ինչի այցելես Տերը Սավուղին։ Ինչի այցելես, որ հավատացյալներին փրկի Սավուղի ձեռից։ Ոչ։ Որտեղ տեսավ այս մարդը ոչ գիտությամբ, բայց Աստծուն շատ է սիրում։ Ինքը ասում է ճշմարտագույն կրոնքի համաձայն ես փարիսեցի եմ եղել, օրենքի կողմանե արդար է համարվել, ամեն ծեսերով, բանով եւ այլն։ Եվ Տերը տեսել է, որ այս մարդը երբ որ իրան կանչի ճշմարտությունը բացի իրան, իր համար ընտիրանոթ է, եւ ասում է Անանիային գնա, որովհետեւ նա իմ համար ընտիրանոթ է, իմ անունը հեթանոսների մեջ քարոզելու։ Նախանձավորությանը նայեց։ Աստված Սավուղին նախանձավորությանը նայեց, որ այցելեց ու իրան դարձի բերեց։ Ունես այդ նախանձավորությունը այդ աստիճան։ Իհարկե, եթե դա լիներ, վաղուց արդեն քո քունը փախած պիտի լիներ։ Որովհետև Աստծո կամքը դեռ չի կատարվել քո կյանքում։ Եվ այստեղ մենք հետագայում տեսնում ենք, Անանյան գալիս ասում։ Անանյան գնաց եւ մտավ տեսիլք էր տեսել։ Անանյան գնաց եւ մտավ այն տունը եւ ձեռքերը դրավ Սավուղի վրա, նրա վրա եւ ասեց. «Սավուղ եղբայր, Տերն ինձ ուղարկեց, այն Հիսուսը, որ երևցավ քեզ ճանապարհում է, որ գալիս էիր, որ տեսնես եւ Սուրբ Հոգով լցվիս»։ Եվ շուտով նրա աչքերից թեփերի պես վայր ընկան, իսկույն տեսավ եւ վեր կացավ, մկրտվեցավ։ Եվ կերակուր առավ զորացավ։ Նորադարձների ժողով չգնաց։
Իսկ մենք ձեզ տարիներով ենք անցկացնում այս ժողովը։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ժամանակը շատ կարճ է, դրա համար ես իմ վրդովմունքը սա է, որ այս օրերի մեջ, քանի դուք հնարավորություն ունեք, էս էլ կանցնի, այս համացանցն էլ կանցնի, շուտով ես համոզված եմ, որ շատ արագ այնպիսի պայմաններ կստեղծվի, ինչպես օրինակ Ռուսաստանում նեղվում են արդեն համատարած կամ գները ահավոր կբարձրացնեն, կամ կփակեն, կամ պատերազմ, կամ նեղություն ինչ որ կլինի, եւ վերջի համացանցը կդառնա մի խումբ մարդկանց, ասենք, մատչելի, մյուսները այդ ընդունեք դրոշմը համացանցից կօգտվեք, ընդունեք դրոշմը բանկից կօգտվեք, ընդունեք խանութից կօգտվեք։ Դա է լինելու շուտով։ Այս հանգիստ կյանքն անցնելու է։ Ու դուք լավ բան ապագայում մի սպասեք, դերը նախորոք է ասել, աշխարհում նեղություն կունենաք։ Այս ճամփան նեղ է, որը դառնում է դեպի կյանք, իսկ ճամփան լայն է, որը կորուստ է տանում։ Վեր կացավ, մկրտվեցավ, կերակուր առավ, զորացավ եւ Սողոսը մի քանի օր Դամասկում ուրիշ վկայության մեջ 3 անգամ վկայում է։ Անանյան ասում է, հիմա ինչի ես ուշացնում, Սավուղ, վեր կաց, մկրտվիր քո մեղքերը լվալով։ Հարց. Եթե ձորավոր այցելությունն եղել է Սավուղին, դա բավարար էր, որ ինքն ասի արդեն Աստծուն է, իհարկե ոչ։ Անանյան եկավ, իրան քարոզեց, իրան ավետարան մատուցեց, ձեռք դրեց, Սավուղի աչքերը բացվեց, որից հետո ինք Աստծո խոսքի համաձայն մկրտվեց ջրով։ Հասկանում եք սերեներ։ Եվ տեղի ունեցավ Տիրոջ խոսքը, որ ասում էր, ով որ հավատա մկրտվի, պիտի փրկվի։ Մենք հիմա ապրում ենք շատ չար ժամանակ, հիմա դուք մտածում եք, ասում եք լավ, միթե այսպիսի զորավոր, բայց դա այսպիսի բան ձեր կյանքում եղել է, ես ասում եմ նրանց մասին, ովքեր Սուրբ Հոգով են մկրտվել։ Ձեր կյանքում ոչ պակաս բան է տեղի ունեցել, հասկացեք սա։ Գրվածքն ասում է, ում որ ճանաչեց, կանչեց, ում որ կանչեց, արդարացրեց, ում որ արդարացրեց, փառավոր էլ արավ։ Հիմա ճանաչել է, ձեզ կանչել է, Սուրբ Հոգով եկել է ձեր մեջ, բարի, բայց արդարացված չեք դեռ։ Ինչու՞։ Որովհետև Քրիստոսի հարության հավատքով, նա հարությամբ է, որ մենք արդարացված ենք, հասկանում եք, հնից ազատված ենք, այդ հավատքով ենք մենք արդարացված, եւ որպես դրա ապացույց գրված է, թաղվելով նրա հետ ջրի մեջ, դուրս են գալիս արդարության մեջ պտտելու։ Ցավոք ինչի ես հուշանում, շուտ արա մկրտվիր մեղքերդ լվալով։ Այսինքն մարդը անցնում է հինը ամբողջ եւ ապրում է լրիվ մի նոր կյանքի մեջ։ Եվ հիմա սիրեներ, Աստված թող օրհնի ձեզ, որ այս ճշմարտությունները մենք էլի ենք լսել, նորից ենք լսում, էլի կլսենք այնքան, մինչև որ այստեղից գործը չի շարժվի առաջ։ Որովհետև սա դեռ սկիզբն է։ Հոգևոր կյանքը հետո մեզ ցույց է տալիս կաթնակերություն, հաստատուն կերակուր, եկեղեցու անդամություն, չափահասություն։ Պետրոս առաքյալն ասում է. գրում եմ ձեզ երիտասարդներ, գրում եմ ձեզ հայրեր, այսինքն չափահաս հոգևոր հասուն տարիք, հաստատուն կերակուրի ձգտող, հոգևոր կյանքի մեջ արդեն շատ քաղցր, սիրով, պտղաբեր կյանքով ապրող անձիկ, որոնք լրիվությամբ իրանք ուշն ու միտքը Տերն է դառնում ու իր եկեղեցին, ուրիշ ոչ մի բան իր կյանքում այլևս չի հետաքրքրում իրեն։ Հիմա ես այստեղ ուզում եմ նորից կանգ առնել ու ձեզ ասել, մատչելի դառավ, թե ում է Տերը կանչում։ Թե չէ մենք ժողովրդին զորով ծառավեցնելու հարց չունենք, որ ասենք, քեզ ծառավեցնում ենք, որ ջուր տանք քեզ, այսպես որ հիմա շատ եկեղեցիներ այդպես են անում։ Այն մարդը պատրաստ չի, բայց դու իրան ավետան ես քարոզում։ Բայց այստեղ գտնվողները այն մարդիկ եք, որոնց արդեն բավական ժամանակ է ճանաչում եմ։ Եթե Աստծո մատը ձեզ կպաշտպաներ, ես կասեի լավ, ժողովուրդ ջան, դե գնացեք, միջև կհոգնեք Աստծուց մի աշխարհը ունայնությունը կհասկանաք, Տիրոջ փափագը կունենաք, նոր է ժամանակ ինձ խաբար արեք, մենք միասին տեսնենք ինչ ենք անում, որ դուք իսկապես Տիրոջ հետ ուխտի մեջ մտնեք։ Եվ հիմա ես այստեղ կանգ եմ առնում, ուզում եմ ձեզ լսել։ Եթե ունեք հարցեր, խնդրեմ լսում եմ ձեզ։ Չունենք հարցեր։